Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Համաձայն ԼՂ ոստիկանության ղեկավարության մոտ 2016 թվականի առաջին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի, սույն թվականի հունիսի 2-ին ԼՂ ոստիկանության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր վարչական գործունեության ազդեցությունը վարորդների կարգապահության բարձրացման և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման վրա թեմային։ Օրակարգի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԼՂ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը, ով վարորդների կարգապահության բարձրացման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման գործում կարևորեց ճանապարհային ոստիկանության կողմից տարվող վարչական գործունեությունը և հանգամանալից ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամփոփ վերլուծությունը։ Հիմնական զեկուցողը հրապարակեց նաև ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, համաձայն որի ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 15 պատահար, որոնց հետևանքով 3 մարդ զոհվել, իսկ 17-ը վիրավորվել են։ Նախորդ տարվա 22 պատահարի 3 զոհի և 29 վիրավորի դիմաց։ Այսինքն 7-ով նվազել են պատահարները և 12-ով դրանց հետևանքով առաջացած վիրավորների քանակը, իսկ զոհերի թիվը մնացել է անփոփոխ։ ԼՂ ոստիկանության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ոստիկանության պետի անունից դրվատանքի արժանացնելով ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ արձանագրած ցուցանիշները, այնուամենայնիվ ըստ սպասարկվող շրջանների ճանապարհային ոստիկանության պատասխանատուների կատարած աշխատանքները վերլուծելուց հետո իր մտահոգություններն արտահայտեց և համապատասխան հանձնարարականներ տվեց մի շարք առանցքային ուղղություններով։ Ամենից գլխավորը նպատակային միջոցառումներ իրականացնել հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները նախագծելու և դրանց հետևանքով առաջացած զոհերի ու վիրավորների դեպքերը առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ։ Ամառային ժամանակաշրջանի յուրահատկությամբ պայմանավորված ուժեղացնել բոլոր ճանապարհատվածների հսկողությունը, հատուկ ուշադրություն արժանացնելով անստապ վիճակում և սահմանված արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցները վարելու դեպքերի կանխարգելմանը։ Անցկացվող պարապմունքների ընթացքում պարզաբանել ծառայությունը կանոնակարգող վերջին օրենսդրական փոփոխություններին, հանձնարարելով հետևողականություն ցուցաբերել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց հայտնաբերման կամ այդ անձանց կողմից ոչ ստապ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի բացահայտման ուղղությունները։ Հետևողականություն ցուցաբերել առանց վարորդական իրավունքի, այդ թվում անչափահասների կողմից տրանսպորտային միջոցները վարելու դեպքերի հայտնաբերման աշխատանքները։ Քաղաքացիների հետ հարաբերություններում լինել բարեկիրթ, զուսպ և անաչառ։ Սույն թվականի մայիսի 19-ին ԼՂ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց իր ենթակա ստորաբաժանման քննիչների հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ԼՂ ոստիկանության քննչական վարչության 2016 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների ամփոփմանը, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը։ Ըստ հիմնական զեկուցողի հաշվետու եռամսյակում ԼՂ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից քննվել է 102 քրեական գործ, 2015 թվականի 103-ի դիմաց, որոնցից 25-ը մնացորդ էր նախորդ տարվանից։ Նշված քրեական գործերից ավարտված է 49 կամ 48%-ը, 2015 թվականի առաջին եռամսյակի 33% կամ 34 քրեական գործերի համեմատ։ Առանձին վերլուծելով քրեական գործերով նախաքննության ընթացքը, ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը պահանջեց խստագույնս հետևել քրեական գործերի քննման որակի և դրանց օրենքով սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ ԼՂ ոստիկանության պետի հանձնարարականներին և ապահովելով քրեական գործերի լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությունը, վերհանել նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող պայմանները և հանգամանքները, դրանք վերացնելու նպատակով միջնորդագրեր ներկայացնել պաշտոնատար ու իրավաբանական անձանց։ Թվականի մարտի 18-ին առավոտյան 8:10 անհատ ձեռներից Նիկոլայ Ղազարյանը ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության հերթապահ մասում հաղորդում տվեց այն մասին,
որ մայրաքաղաքի ազատամարտիկների 23 հասցեում գտնվող իրեն պատկանող խանութից գողություն է կատարվել։ Խանութի սեփականատերը ու իր ընտանիքի անդամները որոշել են ներս չմտնել եւ սպասել ոստիկանության ծառայողներին։ Ահա թե ինչպես է ներկայացնում կատարվածը խանութի սեփականատիրոջ մայրը Գրետա Ղազարյանը։ Օթանց 10-ը զանգալանում է մեր հարևանը, որ աշխատում է այս փողոցի իրան, եկա տեսալ մեր մղակը պես։ Ոզալա թանի մտնի մղակը, տեսալա լուղ հովակած տարածքի։ Էլ հետա տերալ, զանգալ մեր ամուսինը ու իմ տղաս, միասին մեր մեքենայով եկալ ենք հսալ մագազինը, տեսալ պես։ Էլ ոչ մոտացալ ենք, ոչ ինք մտալ։ Լաշտապ զանգահարալ ենք միլիցիայից։ Հաղորդումը ստանալուն պես հաշված րոպեների ընթացքում ոստիկանության ծառայողներից կազմած օպերատիվ խումբը դեպքի վայրում էր։ Զննության ենթարկվեց դեպքի վայրը։ Գողությունը կատարվել էր մարտի 17-ի 18:30-ից մինչև մարտի 18-ի առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում։ Խանութի մուտքի դուռը բաց էր, ներսում թավանված դարակներ, գողություն կատարած անձինք անհայտ։ Քիչ անց պարզվեց կատարվածը։ Անհայտ անձին խանութից տարել է 1,16,500 Հայաստանի Հանրապետության դրամի արծաթյա զարդեր։ Ոստիկանության ղեկավարության կողմից ստացվեցին համապատասխան հանձնարարականներ հանցագործության դեպքն արագ բացահայտելու, ժամ առաջ գողություն կատարողին ոստիկանություն բերման ենթարկելու համար։ Ոստիկանության ծառայողների բոլոր մասնագիտական հմտությունները գործի դրվեցին։ Ձեռնարկվեցին բազմածավալ օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ, մշակվեցին մի շարք վարկածներ։ Այս բոլոր միջոցառումներն ու քրտնաջան աշխատանքները շատ արագ արդյունք տվեցին։ Գողության վերաբերյալ հաղորդում տալու հաջորդ օրը գողության հանցադեպքն արդեն բացահայտված էր, ինչը արդյունք էր ԼՂ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, փորձաքրեագիտական բաժնին, ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնին, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայողների եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների։ Գողություն կատարած անձը մայրաքաղաքի Մղթար-Սպարապետ փողոցի 42 տան բնակիչ 17-ամյա Կարլեն Ռաֆայելի Սարգսյանն է։ Մինչ վերջինիս բերման կենթարկեին պարզվեց, որ նա անհետացել է, բացակայում է բնակության վայրից։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողներին շատ արագ հայտնի դարձավ նրա գտնվելու վայրը, որտեղ էլ ուղևորվեցին ԼՂ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները։ Կարլեն Սարգսյանը հայտնաբերվեց Հայաստանի Հանրապետության Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում եւ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արտաշատի շրջբաժին, որտեղից էլ ԼՂ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների ուղեկցությամբ վերադարձվեց մեր հանրապետություն եւ հանգրվանեց ԼՂ ոստիկանությունում։ Փաստի արդիվ հարուցվել էր քրեական գործ, տարվել նախաքննություն։ Նախաքննության ընթացքում Կարլեն Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց գողության կատարման շարժառիթն ու բոլոր հանգամանքները։ Սպասվող ակնկալիքների մասով նա նշեց. Կոնկրետ խանութը ո՞նց է ընտրել։ Խանութը հեռախոսով լուսում գցել այդ խանութին սկզբից։ Ու տեսանում եմ մեջին զարդկա։ Ուտից առաջացավ է կարելի է մտածել այդ խանութ։ Դրանը նույն եկալ։ Ну հասկացալ եմ, որ դորնը շատ հիշտ կգոտել։ Բայց все равно սկզբից տանական փորձալ է դորնը պեցանիմ ստացվել չի։ Ու ցեկա կուփին տուալ կոտարալ այդ դորնը պեցval։ Պեցվալա ես այդ բային դորնը նորից կապալ։ Ну մարտիկն լասկինալիս մաշին նկատին վեշլի։ Խանութը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցի վրա։ Հա։ Դա խանգարում էր քեզ։ Վախի զգացում չկար, որ ինչ-որ մեկը կտեսնի կամ ձայն կլսի։ Ну ժամա լավ էր, շատ քիչ մարդ գալի ու կես ժամում, մի ժամում մի մարդ հասկինա։ Դուռը բացել եմ, փակել եմ նորից։ Մաշինը հասկինում, ես քեցալ եմ այդ շենքին կամակը, մի 10-20 րոպե սպասալ եմ, վերպեցում արան մտալ։ Ինչ ես տեսել խանութում, երբ մտել էր արդեն խանութի ներսում էիր։ Խանութում տեսալ եմ վեր աչի ծաղ կողմերում շկաֆեր ալի վեր մեջին այդ զարդերը դրված։ Եվ բացել եմ այդ շկաֆերը։ Լավ է ամաններ անում երկալ։ Ցելիսի մլալ ջեբերեսլի։ Խանութից դուրս էր եկել գրպանները լցված արծաթյա զարդերով, ապա շտապել տուն, որտեղ էլ մոր այն հարցին, թե որտեղից են վերոնշյալ զարդերը, Կարլենն անկեղծ խոստովանել է, որ գողություն է կատարել։ Նպատակը ինչն էր։ Որ այդ ապանքը հետո ծախ։
Լույսը բացվելուն պես նա ուղևորվել էր ավտոկայան, իսկ թե ինչու եւ արդյոք այս գործողությունը կապ ուներ գողության կատարումից սպասվող հետևանքներից խուսափելու հետ, նա նշեց. Հաջորդ օրը մեկնել կապ ունի գողության կատարման հետ։ Չէ։ Կարլեն Սարգսյանի մեղադրանք էր առաջադրվել լողոքրական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետով, խոշոր չափերով եւ շինություն ապօրինի մուտք գործելով որակող հատկանիշներով կատարված գողության կատարման համար։ Գողոնն արգրաված է, խանութի սեփականատիրոջը հասցրված վնասը լիովին վերականգնված։ Խանութի սեփականատիրոջ մայրը, ով նաև հանդիսանում է խանութի աշխատողը, անչափ գոհ էր ոստիկանության ծառայողների վերաբերմունքից, հաղորդմանն արագ արձագանքելու, հետևողական լինելու եւ գողության հանցադրվածը շատ արագ բացահայտելու համար։ Նա երախտիկի խոսքեր հնչեցրեց, որոնք պարտավորեցնող էին։ Ես շատ շնորհակալ եմ ձեր ազնագազմից, մեծից միջև փոքրը, որ կարողացան այդ փոքր ժամանակահատվածում գողին բռնեք։ Հասարակության շրջանում հնչեղություն ստացած եւս մեկ հանցագործության դեպք այսուհետ բացահայտված է։ ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Կարլեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել լողոքրական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն կիրառելով լողոքրական օրենսգրքի 69-րդ հոդվածը նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Իսկ այժմ ձեր ուշադրությանն եք ներկայացնում Հանրապետության տարածքի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համառոտ տեղեկությունները։ Սույն թվականի մայիսի 24-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 3 քաղաքացի ներկայացվել են բուժ հաստատություններ։ Նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 եւ գողության 2 հանցագործության դեպք։ Իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բոլոր դեպքերով հանցագործություններ կատարած անձիկ հայտնաբերվել են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում արձանագրվել է 138 ահազանգ, որոնցից 121-ը բուժ հաստատություններից ստացված կենցաղում անզգուշությամբ առաջացած վնասվածքների, 6-ը միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, իսկ մնացածը այլ բնույթի վերաբերյալ դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընդհանցքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 314 վարորդներ, որոնցից 254-ը սահմանված արագությունը գերազանցելու, 13-ը անսթափ վիճակում, 15-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին անձ ձեզ։